Ողջույն բոլորին, ձեզ հետ Ed Story-ն է, եւ սա պետությունների ղեկավարները ֆիլմն է։ ԱՄՆ նախագահը վթարի է ենթարկվում Բելարուսում, որտեղ նա ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Վերջապես տաքսի դեպի Վարշավա։ Լավ կաթսաներ են։ Ինչ, տուր նրան ժամացույցը։ Բայց սա Կիանուի նվերն է։ Լավ, Դե հերիք է։ Հերիք է ասացի։ այս ինչ բան էր։ Նայելը ռեպորտաժ է վարում տոմատային տոնից, թեև դա ուղղակի քողարկում է։ Նա գտնվում է գաղտնի գործակալների ջոկատում, որոնք այստեղ առաջադրանք են կատարում։ Ամենուր տեսախցիկներ են տեղադրված, որպեսզի տեսադաշտում պահեն մոխրագույն կոստյումով թիրախին։ Տվյալների բազայով ստուգել չի ստացվում, որովհետև այդպիսի թիրախը մեկը չէ։ Փողոցում շրջում են տասնյակ միևնույն մարդիկ։ Նրանք ուղիղ չեն նայում տեսախցիկներին, կարծես իմանալով, թե որտեղ են դրանք գտնվում։ Նայելին անհանգստացնում է մեքենան, եւ քանի դեռ կուբը փորձում էր տեսնել վարորդին, նրան վերացնում են։ Գործակալների վրա դարանակալում են կազմակերպել, գրեթե բոլոր գործակալներին վերացրին մի քանի վայրկյանում, բայց ոչ Նայելին։ 7-րդ զգայարանով նա զգաց ատրճանակի փողը եւ նույնիսկ խուսափեց փամփուշտից։ Նայելն օգտագործում է ավազակին որպես կենդանի վահան։ Իսկ լոլիկի հյութը, որպես գերազանց սահող ծածկույթ, այնուամենայնիվ թշնամիները չափազանց շատ էին։ Նրանք ներբեռնում են համակարգչից անհրաժեշտ տվյալները եւ վիրավորում Նայելին։ Մի քանի օր անց ԱՄՆ նախագահ Ուիլը վայրեջք է կատարում Լոնդոնում, լինելով ոչ միայն ԱՄՆ նախագահ, այլև հայտնի դերասան, Ուիլին ամենուր հետևում են իր երկրպագուները։ Լոնդոնում նա պետք է հանդիպի Բրիտանիայի վարչապետ Սեմի հետ։ Նրան զեկուցեցին, որ գործողությունը ձախողվել է, ինչն ակնհայտորեն նրան դուր չի գալիս։ Վիկտորը մի քանի տարի առաջ հարստացված պլուտոնիում էր հայթայթել։ Այն ժամանակ ՆԱՏՕ-ն ոչնչացրեց նրա գործարանը, ինչից հետո Վիկտորն անհետացավ։ Սա 2 տարվա ընթացքում առաջին հնարավորությունն էր նրան բռնելու, երբ երկու ղեկավարները հանդիպեցին։ Երկուսն էլ սեղմեցին միմյանց ձեռքը, թեև նրանց խոսակցությունից ակնհայտ է, որ նրանք չեն սիրում միմյանց։ Մամուլի ասուլիսին Ուիլը բաց չի թողնում Սեմի վրա կատակելու հնարավորությունը, ստիպելով նրան կանչել լրագրողին, ով հարց կտա ձախողված գաղտնի գործողության մասին, որտեղ հիշատակվում էին նաև Էշելոն նախագծի արտահոսքերը։ Դա մոլորակի յուրաքանչյուր մարդու նկատմամբ լիակատար հետևում է, բայց արդեն սրան Սեմը չի կարող պատասխանել։ Իսկ Ուիլը նրա լրիվ հակառակն է, պատրաստ պատասխանելու ցանկացած հարցի։ Սրա պատճառով սոցցանցերը պայթեցին, անպիտան գլխավոր հրամանատարներ հեշթեգը գլխավորեց թոփերը։ Հանրությանը հանգստացնելու համար զույգը պետք է ցույց տա, որ իրենք միասնական են, օրինակ թռիչքը մեկ ինքնաթիռով։ Ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը դեմ էր, բայց նրանց հաջողվեց համոզել։ Ակնթարթ անց նրանք բարձրանում են ինքնաթիռ։ Ճանապարհին ցուցադրվելով լրագրողների համար, բայց նրանցից ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռ են թափանցել Վիկտորի մարդիկ եւ սկսել վերացնել զինվորներին։ Այժմ նրանք լիարժեք հասանելիություն ունեն ինքնաթիռի համակարգին։ Քանի դեռ մյուս ինքնաթիռը բարձրանում է ամպերից, օդաչուները ցանկանում էին կապվել նրա հետ, բայց նրանց մոտ արդեն անջատել էին կապի բոլոր միջոցները։ Հայտնվում են անօդաչու սարքեր, օդաչուները փորձում են խոցել դրանք, բայց դրանցից մեկը միևնույն է, հասնում է ինքնաթիռին։ Հասկանալով, որ անօդաչուին խոցելն անիրական է, նրանք փորձում են ոչնչացնել թշնամու ինքնաթիռը։ Իրենց հերթին անօդաչուները հեշտությամբ ծակում են պատյանը։ Զույգը հրաշքով դուրս չի թռչում անցքից, օդաչուները թակարդներ են բաց թողնում։ Դա օգնում է խուսափել անօդաչուների մեծ մասից, բայց դրանցից մեկի բեկորները ծակում են շարժիչը։ Մնում է ընդամենը մեկը։ Եվ քանի դեռ օդաչուները փորձում էին կայունանալ, ուղիղ խցիկ է թռչում վերջնական անօդաչուն։ Ինքնաթիռում գտնվող ավազակը վերցնում է մեկ պարաշյուտ, իսկ մյուսներն այրում է։ Բարեբախտաբար, դրանցից երկուսը դեռ ամբողջական էին։ Գործակալը նախազգուշացնում է, որ նրանք կընկնեն Բելարուսի տարածքում։ Նրանք պետք է հասնեն Լեհաստանում գտնվող ապաստարան։ Գործակալը հրաժեշտ է տալիս զույգին եւ հրում նրանց։ Վայրեջքը բավականին փափուկ ստացվեց։ Քանի դեռ բոլոր հեռուստաալիքներով պտտում են նախագահական ինքնաթիռի կործանման մասին նորությունը, ենթադրաբար բոլորը զոհվել են, ինչ վերաբերում է զույգին, մինչև սահման գնալու համար մնում է 24 կիլոմետր։ Ուիլը չի ցանկանում գնալ այնտեղ, ավելի լավ է սպասել օգնության, բայց Սեմը բացատրում է, որ Բելարուսն իրենց չի օգնի, հեռախոսներից նույնպես չի կարելի օգտվել։ Տրամաբանական է, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են վթարի հետևում, կարող են հետևել կապին։ Այժմ կառավարումն իր վրա է վերցնում քերքը եւ նրան միացնում են հետևման համակարգին, այնինչ ավազակները կարողացան գողանալ այն եւ հեռակա դիտարկել քերքի միացումը ու վերցնում են լիակատար կառավարումը, զույգը հասնում է գյուղ։ Ուիլը ցանկանում է մարդկանցից օգնություն խնդրել։ Սակայն նրանցից ոչ ոք չի հասկանում անգլերեն եւ չի ճանաչում նրանց։ Ահա ժամացույցը նրանից կվերցնեին։
Լավ կաթսաներ են։ Ինչ։ Սկսվում է ծեծկրտուկ, ընդ որում նույնիսկ խուլիգանների թվային առավելությունը չի օգնում նրանց հաղթել։ Հերիք է ասացի։ Այս ինչ բան էր։ Ծեծկրտուկն ընդհատում է որսորդական հրացանով կինը։ Դե տներով թերի կեղտոտներ։ Սեմն անմիջապես ասում է, որ իրենք Կանադայից են, քանի որ ոչ ոք չի սիրում ամերիկացիներին, բացի ամերիկացիներից։ Կինը համաձայնում է նրանց հասցնել սահման։ Մի քանի ժամ անց նրանք մոտենում են սահմանին, եւ քանի դեռ սահմանապահը ստուգում է մեքենան, Սեմը զսպում է ծիծաղը։ Կինը պայմանավորվում է սահմանապահների հետ, նրանց բաց են թողնում նվիրած ոչխարի դիմաց։ Արդեն գիշերը նրանք հասան անհրաժեշտ քաղաքը։ Ուիլը ցանկանում է տալ ժամացույցը, բայց կինը չի վերցնում դրանք, քանի որ ճանաչել էր նրանց եւ ուրախ էր օգնել։ Զույգն եկավ ԿՀԲ-ի բնակարան։ Էշելոնի շնորհիվ Վիկտորը գիտի, թե որտեղ են գտնվում ողջ մնացած ղեկավարները, նրանց վերացնելու համար ավազակների են ուղարկում։ Գործակալ Մարտին անչափ ուրախ է, որ իր նախագահը ողջ է մնացել, սակայն նա չգիտի, թե ինչ անեն։ Նրանք պլան չունեին նրանց մահվան նորություններից հետո նախագահի ողջ մնալու դեպքի համար։ Նա պատմում է, որ էշելոնը կոտրել են, արտահոսք է տեղի ունեցել, եւ հիմա մարդիկ գիտեն հետևման եւ ընտրություններին միջամտելու մասին։ ՆԱՏՕ-ի ներսում վեճեր են սկսվել, ավազակները սկսում են Մարտիի գրոհը, այս դեպքի համար նա զենքի նկուղ ուներ։ Գրողը տանի, մարտաֆիլմում չես խաղում։ Զույգը պետք է հեռանա գաղտնի անցքով, քանի դեռ Մարտին իր վրա կվերցնի ավազակներին։ Հնարավոր է Մարտին Սիջի երկրպագու էր, ինչի պատճառով տեսախցիկների օգնությամբ հետևում է թշնամիներին եւ կրակում նրանց վրա պատերի միջով։ Օլգան կռահում է, որ իրենց հետևում են եւ կոտրում է տեսախցիկը։ Մարտին դիմում է փախուստի, բայց միևնույն է, նրան վիրավորում են։ Զույգը ցանկանում էր օգնել նրան, բայց Մարտին խնդրում է նրանց փախչել։ Մարտին պատրաստվում է պայթեցնել նրանց, բայց ավազակը որսած նռնակը, բազայի ելքի մոտ նրանց արդեն սպասում էին վարձկանները։ Մեկ էլ հանկարծ օգնության է հասնում ողջ մնացած նայելը։ Կարծում էի, մահացել ես։ Ես էլ կարծում էի, դու ես մահացել։ Նա պատմում է, որ ամեն ինչի հետևում կանգնած է Վիկտորը, պարզվում է հենց Վիկտորի որդին է մշակել ռեակտորի նոր ծածկույթի տեխնոլոգիան, ԱՄՆ-ը վերցրել է այդ տեխնոլոգիան իրեն, իսկ երբ ՆԱՏՕ-ն ոչնչացրեց Վիկտորի ֆաբրիկան, դրանում գտնվում էր նրա որդին, եւ նա ցանկացավ վրեժխնդիր լինել նրանցից, այսպես թե այնպես Վիկտորը չէր կարողանա սա իրականացնել միայնակ, նրանց մեջ առնետ կա, Սեմը կասկածներ ունի իր աջ ձեռքի, Ուինսի վերաբերյալ։ Այս գիշեր եռյակը թափանցում է գնացք, ինչը նկատում են Վիկտորի մարդիկ եւ արդեն առավոտյան բռնում են նրանց, սակայն տղամարդն անցնում է նրանց կողմը։ Նա ի սկզբանե չէր ցանկանում աշխատել Վիկտորի համար, այսպես թե այնպես նա չգիտի, թե ով է լրտեսում իրենց։ Հաջորդ կայարանում նրանց կփորձեն սպանել, նա նշում է հասցեն, որտեղ նրանք ապահով կլինեն, իսկ հիմա նրանք պետք է դուրս պրծնեն։ Որոշ ժամանակ անց եռյակը հասավ նշված հասցեով, սակայն հետևման համակարգն արագ գտավ նրանց եւ ուղարկեց ավազակներին։ Սեմը կփորձի պահել նրանց, իսկ հետո ընդհանրապես ցած է նետում նռնակներով լի պայուսակը։ Սրան զուգահեռ Նայելը միացավ համակարգչին եւ իմացավ, որ լրտեսը Բրեդ Շոուն է, Ուիլի աջ ձեռքը, ով չի կարողանում հավատալ դրան։ Մեկ էլ հանկարծ կոնտեյները ծակում են եւ դուրս քաշում փողոց։ Իսկ այն սենյակ, որտեղ գտնվում էր Սեմը, հրթիռ է թռչում։ Քանի դեռ հնարավորություն կար, զույգը ցած է թռչում տանիքին եւ հասկանում, որ Սեմը հազիվ թե ողջ մնացած լինի։ Սրան զուգահեռ Վիկտորը զեկուցեց առաջադրանքի կատարման մասին։ Մյուս վարձկաններին նոր հաղորդագրություն եկավ։ Վիկտորը հասկանում է, որ նրանց հրամայված է վերացնել իրեն, ինչի պատճառով հարձակվում է առաջինը։ Նոր օր է բացվում։ Ուիլը զանգահարել է Քերքին եւ փոխանցել նրան, որ իրենց մեջ լրտես կա, սակայն դա սխալ էր։ Քերքն ուղարկում է վարձկաններով մեքենան, ինչը նշանակում է, որ հենց ինքն է դավաճանը։ Բրեդ Շոուն ուղակի քողարկում է։ Ուղակի այնպես հանձնվել զույգը չէր պատրաստվում, եւ նրանք անցնում են հարձակման, Ուիլը պատահաբար քաշում է ձեռքը, դիպչելով վարորդին, փոխարենը նրանց օգնության է սլանում ողջ մնացած Սեմը եւ ամբողջ ընթացքով թռչում է նրանց մեքենայի մեջ։ Ուիլը պետք է օգնի Նայելին, իսկ ինքն առայժմ կվարի, Ուիլը վիրավորում է ստանում, աղաչելով Սեմին բացել դուռը, որից դուրս է հրում ավազակին։ Շունչ քաշելու փորձի ժամանակ Ուիլը պատահաբար բացում է պատուհանը, բայց տեսնելով բազուկայով մարդուն, փորձում է փակել այն, բարեբախտաբար հրթիռը չդիպավ, Ուիլի մտքով անցնում է դուրս նետել արյան փոխներարկման փաթեթը, ավազակը չի կառավարում մեքենան, բախվելով մյուս մեքենային, ինչի պատճառով Օլգան պատահաբար ինքնանշնչացվում է։ Եվ որքան էլ նրանց վրա կրակ էին, Սեմը կարողացավ հասնել ապահով գոտի, որտեղ ընթանում էր քվեարկությունը ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ։ Նրանք մատնանշում են դավաճանին, ով այլևս ոչինչ չի շղթում, եւ քանի դեռ նրանք վիճում էին միմյանց հետ, հայտնվեց Վիկտորը, վերացնելով Քերքին։ Նա նպատակ ունի լիկվիդացնել բոլորին, որոնք գտնվում էին այստեղ։
Սկսվում է փոխհրաձգություն, պահպանությունը արագ պարտություն է կրում, եւ այդժամ մարտի դաշտ է դուրս գալիս նայելը, ջարդելով վարձկաններին, զույգը տեսնում է, թե ինչպես է նա մաքրում հարկը, ինչից հետո դուրս է գալիս սեղանի տակից, հասկանալով, որ իրավիճակը վտանգավոր է, Վիկտորը փորձում է փախչել, բայց նայելն այստեղ էլ է խանգարում, արձակելով նրա ճոպանը։ Փախչելու փոխարեն Ուիլն ու Սեմը վազում են օգնելու Նայելին, նրանց հանդիպում է հսկան, ով մերկ ձեռքերով պոկում է լապտերը։ Բայց համախմբված աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվում է հաղթել նրան։ Զույգը զինվում է եւ կամաց-կամաց մաքրում սենյակները, ի վերջո գտնելով Վիկտորին, նրան բավական էր մեկ հարպուն, որպեսի վնասազերծեր նրանց, բայց երբ զույգը հասկացավ, որ Վիկտորը հիմա կթռչի կգնա, նրանք վազեցին հարձակման։ Սեմն իր վրա է վերցնում հարպունը, քանի դեռ Ուիլը պոկում է արձանը եւ նետում այն ուղղաթիռի վրա։ Շարժիչը շարքից դուրս է գալիս, Վիկտորին ուղարկելով այն աշխարհ։ Այս ճանապարհորդության շնորհիվ Ուիլն ու Սեմը ընկերներ դարձան։ Ֆիլմն ավարտվում է տեսարանով, թե ինչպես է ողջ մնացած Մարտին աղջիկներին պատմում իր փոխհրաձգության մասին, բայց ոչ ոք դրան չի հավատում, բացի Նայելից, ով եկել էր նրան հրավիրելու իր թիմ։ Սրանով ֆիլմն ավարտվում է։ Դե իսկ մենք ուրախ կլինենք ձեր լայքի համար։ Շատ շուտով կվերադառնանք, առայժմ։